Քերաբայձար Տեյրուզյան Սուրբ Պրգիչ եկեղեցիի մեջ 309 զույգ միացնել է ետք գրգին գործնե հոփելենականները։ Սուրբ Պսակը եկեղեցվո 7 խորհուրդներեն մեկն է, որ կհաստատվի Աստծո կողմէ։ Պսակի խորհուրդով այրուգին ընտանիք կազմելու նպատակով կմիանան դառնալով մեկ ամբողջություն եւ կստանան Սուրբ Հոգիի շնորհքները։ Պսակի խորհրդի միջոցով ընտանիքը կհիմնվի աստվածային քերակույն սիրո վրա, դառնալով այն տարածքը, ուր տղամարդն ու կինը կծառայեն միմյանց նույն այդ սիրով։ Հովանավորությամբ Դանն Գիլիգիո նորին ամենաբադվություն եւ քերերջանկություն Դերդեր Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքին նախակահությամբ Փարիզի Սուրբ Խաչթեմի վաստակավոր առաջնորդ Արիաբադիվ հայր Հովանես եպիսկոպոս Թեյրուսյանի եւ գազագերբությամբ Սուրբ Պրգիչ եկեղեցվո ժողովրդապետության ընտանեկան հանձնախումբին Գիրագի 9 նոյեմբեր 2025-ի երեկոյան ժամը 6-ին Սուրբ Պրգիչ եկեղեցվո մեջ տեղի ունեցավ Սուրբ Պսակի դարեդարձի օրհնության Սուրբ Բադարակ, Շապյուղա, Սուդագե, Գդավյա եւ Մարգարտյա դարիներ բոլորած զույգերու Սուրբ Պսակի դարեդարձներ նշո 27 զույգերու ներկայությամբ վարդապետներու եւ զույգերուն զավակներուն, թորներուն եւ հարազատներուն։ Սուրբ եւ անմահ Բադարակը մատուցեց Սուրբ Պրգիչ եկեղեցվո ժողովրդապետ հայր Սահակ վարդապետ Կեշիշյան, առընթերագայությամբ հայր Ռաֆայել վարդապետ Ժաուհարժիի եւ Դերնշան Սարգսակ Հաննեշյանի։ Բադարակի ընթացքին Պսակյալ զույգերեն եւ հանձնախումբի անդամներեն ընթերցեցին Աստծո նվիրված շնորհակալական խոսքեր, թիդավորություններ, աղոթքներ եւ բարեմաղթություններ։ Բադարակի ավարտին ուրախներ շարականը երգեց Արձիվյան երջախումբը, ապա պատկամը փոխանցեց Թեյրուզյան եպիսկոպոսը, քնահատելով զույգերը իրենց համբերության եւ հավատարմության ևսավ։ Գարելի չէ մոռնալ ձեր կամքը եւ խոստումը, ուրախ եւ նեղ օրերուն, հավատարիմ, նեցուկ եւ քաչալեր իրարու հանդեպ։ Գիտագիցեք, գիշերներ արթուն մնացիք, խորելով, թե ինչպես պիտի հոգաք նորածին ինգատը եւ շորերը, մանուկին եւ պատանին դարեթոշակը եւ դբրոցականը։ Զոհողություններ հանցնարիք ապահովելու համար անոնց ասկային եւ քրիստոնեական դաստիարակությունը։ Գիշերներ անցուցիկ մտահոգ, ձեր աչքերը սևերած ճամփաներուն դարձվածքներուն անհամբերը սпасելով երիտասարդ մադղաշ զավագին վերադարձը։ Անկուն անցուցիկ հիվանդին սնարին մոտ, ձեր քիրգը արած չերմեն գրակ դարձած անոր գլուխը։ Քերաբայձար դերը ավելցուց, եկեղեցական Պսակը ուժ տվավ մեզի, ուսը ուսի հաղթահարելու խառնվածքի տարբերությունները եւ առօրյայի մարտահրավերները։ Ցեզի հետ եւ ցեզի համար կշարունակենք Սուրբ Գույսին բարեխոսությամբ աղոթել Աստուծո, որուն օրհնությունը թող անբագաս ըլլա եւ լույսը ցեզի ընկերանա յանքի ընթացքին։ Ապա յուրաքանչյուր ընտանիքի հանձնվեցավ Աստվածավանդ հայրապետական օրհնակրերը Դանն Գիլիգիո կաթողիկոս հայոց նորին ամենաբադվություն եւ քերերջանկություն Դերդեր Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքի կողմէ։ Սուրբ Պրգիչ եկեղեցվո ժողովրդապետ հայր Սահակ վարդապետ Կեշիշյան շնորհակալություն հայտնեց ներկաներուն եւ զույգերուն մաղթեց հասկացողություն եւ ուրախ կյանք, իսկ քերաբայձար Տիրոջ խորին երախտագիտությունը հայտնեց իր ներկայության այս ձեռնարկի քաչալերանքին եւ նեցուգլանուն, ապա ավելցուց, որ հայր Հովաննեսը հոկտեմբեր 1984-ին սեպտեմբեր 1992 եղած է Սուրբ Պրգիչ եկեղեցվո ժողովրդապետ, ուր իր ցերկով պսակած է 171 զույգեր եւ առնվազն 309 պսակի արարողության մասնակցած է նույն եկեղեցվո մեջ, իսկ 2001-ին 2013-ին ստանցնելով թեմի օգնական եպիսկոպոսի արակելությունը անմեծ ներդրում ունեցած է թեմին եւ հատկապես Սուրբ Պրգիչ ժողովրդապետության։ Նշենք, որ ներկա զույգերեն մեծամասամբ Սուրբ Պսակի խորհուրդը ստացած են քերաբայձար Տիրոջ ձեռամբ։
Հոգեբարար արարողութենեն ետք մեծ խանդավառությամբ եւ հոգեգան կողունակությամբ ներկաները ուղղվեցան Հոգենմենի Նիրվա եւ Վարուժ Ներգիզյան սրահ, ուր ցուցադրվեցավ սրդի խոսող դեսերիզմը, բսագի 50 դարիներ բոլորած զույգերու, որոնք մեկ շաբաթ առաջ դոնած էին իրենց սուրբ բսագի ամյակները, արտահայտվելով հաջող ամուսնական կյանքի կարևոր սկզբունքներու մասին եւ կյանքի ուրախ դարիներու քաղաքնիկի մասին իրենց բարեմաղթությունները փոխանցելով երիտասարդ սերունդին։ Արիաբադիվ դիրոջ օրհնութենեն յետ դեղի ունեցավ յուրաքանչյուր զույգի եւ իր ընտանիքի անդամներուն հետ գարգանտագի հադում սիրո երկերու ընկերակցությամբ։ Ժողովրդապետությանս անվանացանգին մեջ 45, 40, 35 եւ 30 դարի բոլորած զույգերուն ընդհանուր թիվը 53 է, սակայն միան 27 զույգը կարողացավ ներկա լալ այս հոգեբարար արարողությամբ։ Հայտնենք Հարաճիգա գիրագի 16 նոյեմբեր 2025-ին դեղի պիտի ունենա Սուրբ Պսակի օրհնության այս տարվան վերջին խմբագին Սուրբ Պատարագը 25, 20, 15, 10 եւ 5 տարիներ բոլորած զույգերու։ Իսրդե կշնորհավորենք բոլոր զույգերուն եւ աստվածային սիրով կազմված իրենց ընտանիքներուն։